Կենտրոնից հեռու քաղաքի արտաքին գեղեցկության հետևում վթարային վիճակում գտնվող շենքերն են, որոնց բնակիչները ապրում են փլուզման ամենօրյա վտանգի մեջ, ընդհանուր սանհանգույցով ու լոգարանով։ Սիսակյան 4-ը մեկն է այդ հասցեներից։ Սեյսմիկ փորձաքննությամբ վերջերս է 4-րդ կարգի վթարայնության աստիճան տրվել շենքին։ Ճակատագրի հեգնանքով նոր կարգի սահմանումից 2 օր անց շենքի մի հատվածը փլուզվել է։ Մտածել եմ, որ այս կողմից թափելու, որտեղ այս կողմից թափում էր քարերը, թափելա։ Հետո մեկ էլ դուրս եկանք մի աղմուկ, քարերը լավ անձրև էր, երեխա չկար։ Երեխեք ալնում այդտեղ խաղում են։ Իբրև ազատ տեղը, այն էլ քարերը թափվեց, սենց տարավ։ Փլուզումն անցած ուրբաթ է եղել։ 60-ականների նախկին հանրակացարանում սա խնդիրների գագաթնակետն էր, ասում են բնակիչները։ Մոտ 80 ընտանիք է ապրում այստեղ եւ գրեթե բոլոր տներում երեխաներ կան։ Մինչ օրս, սակայն, բնակիչներն օգտվում են ընդհանուր սանհանգույցից ու լոգարանից։ Սպասքը լվանում տնից դուրս, նեղլիկ միջանցքներում կառուցված լվացարաններում։ Ափսեները լվալու համար դուրս են գալի, լողանալու համար դուրս են գալի եւ դրա հետ միասին ջրի վերևից ջրերն թափում մեր գլխին, հնարավոր չէ։ Ես արդեն 82 թվից ստեղ եմ ապրում եւ ոչ նորմալ պայմաններ են։ Այսքան էլ որ ստեղծել են մեր ուժերով, բայց ոչինչ չի փոխվում։ Ավելի է ապրելակերպը դժվարացել այս պայմաններում ապրելու համար, մեր երեխաների համար։ Սանհանգույցի հատվածում է փլուզումը եղել, խոնավությունից է պատնաստիճանաբար ճաքել ու այսօր շենքի բնակիչներին փաստի առաջ կանգնեցրել։ Տարվա սկզբին փոքր քարաթափում էր եղել այս հատվածում։ Սեյսմիկ փորձաքննություն իրականացնող մասնավոր ընկերության էին հրավիրել, որ հասել էր միայն ամիսներ անց։ Տեղում ուսումնասիրություն արել, տվել վթարայնության աստիճանը, բայց նրանք շենքի միակ հյուրերը չէին։ Այդ լարը կապեցի, ասեցի մեր ձեռքը ոչինչ չկա։ Դե մենք էլ արդեն թաղապետին տեղյակ պահեցինք, մարդ ուղարկեց, մանվիճապես, չեմ ասում էլի, որ ինչ-որ անտարբերություն կար չէ, անընդհատ խառնվեցին իրար, բոլորն էլ։ Աջափնյակի վարչական ղեկավարն ասում է, իրենք մինչ օրս իմացել են, որ շենքը 3-րդ կարգի վթարայնություն ունի, քանի որ մինչ փլուզումը հանրակացարանի սեյսմակայունությունը 2016-ին էր ստուգվել, 10 տարի առաջ։ Երևան քաղաքը համայնքը որևէ պարտավորվածություն եւ որևէ բան չունի էլի վերաբնակեցնելու, բայց հասկանալով խնդրի լրջությունը միանշանակ չենք անտեսելու խնդիրը, փորձելու ենք կառավարության հետ ինչ-որ լուծում գտնենք։ Թե որ պետական մարմնի հետ են համագործակցելու եւ լուծման ինչ տարբերակ են առաջարկելու բնակիչներին, Սարգսյանն ասաց, դեռ վաղ է խոսել։ Դա այն դեպքում արդեն կառավարությունը որոշվում է ներդրողը լինում, արդեն այդ դեպքում բնակիչների այդ ժամանակվա բնակիչների այդ խոսակցությունը այդ ժամանակ այդ փուլում է տեղի ունենում։ Շենքում, որտեղ ամենամեծ բնակարանը 12 քառակուսի մետր է, շարունակում են ընտանիքներ ձևավորվել ու երեխաներ ծնվել ամենօրյա վտանգի մեջ։ Երբ հերթական բնակարանում նկարահանումը վերջացրինք ու դուրս էինք գալիս, բնակարանի տիրուհին ասաց. իր որդին արդեն 40 է, բայց դեռ չի ամուսնացել, թե ինչու ենթադրությունները թողեց մեզ։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։